զրուցակիցը Հայկ Տեր-Ներսիսյանն է, քաղաքագետ, ողջույն Հայկ, շնորհակալ եմ, որ եկաք։ Բարև Սարթուր ջան։ Մենք նախապես պլանավորել ենք այդ թեմանով խոսել, բայց ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ թե հակառակն են ասում, ամեն դեպքում իրանական դեպքեր այսօր մեզ ստիպում են հենց դրանից էլ սկսենք մեր զրույցը։ Այսօր մենք քննարկում էին հարցը, թե որքանով է մեղսակից Միացյալ Նահանգները, մեղսակից շակերտների մեջ Իրանի վրա Իսրայելի հարձակման գործում ըստ որ ինչ մասով է մասնակցել Միացյալ Նահանգները այդ հարձակմանը, արդյոք մասնակցել է թե ոչ։ Տեսեք, այդ հարցին ճշգրիտ պատասխանելու համար ես պետք է ունենամ ամենաթակուն հետախուզական տվյալները, որպեսզի կարողանամ ճշգրիտ ձևով պատասխանել արդյոք մասնակցել է թե ոչ։ Հավանականություն կա, որ մասնակցել է, իմ կարծիքով ավելի հետախուզական, ավելի այդպիսի տվյալներով։ Փաստը նա է, որ որոշակի են թարգետներին, որ խփել են, որոնք կապ ունեն միջուկային պրոգրամայի հետ, Իրանի, Նաթանզը օրինակ, շատ խորը սարերի մեջ, շատ խորությամբ է գտնվում եւ ինչքանով ես եմ տեղյակ բաց աղբյուրներից, Իսրայելը չունի այն զենքերը, որոնցով կարողանա այդպիսի խորը, անգլերեն ասած, բայց որքան հասկանում եմ, իսրայելական հետախուզությունը գործողությունները արել հենց Իրանի տարածքից։ Ոչ թե ասենք ռակետների ուղարկել Իրան կամ չգիտեմ դրոններ, այլ հենց իր տարածքից է։ Որը ինդիկատոր է, որ Իրանի միջուկային ծրագիրը լիովին չի շարքից դուրս եկել, շատ դժվար է դա շարքից դուրս հանել, այսինքն այդպիսի խորությամբ խփելու համար առնվազն պետք է Միացյալ Նահանգների օգնությունը։ Հիմա արդյոք սա երկարաժամկետ կտրվածքով շարքից հանելա այդ process-ը հնարավոր է։ Գիտեք, ավելի խորը վերլուծելու համար ես հարկ եմ համարում մի փոքր, մի 5 րոպեում ուզում եմ բացատրեմ, թե ընդհանրապես ոնց է պետք քաղաքականությունը վերլուծել, հա, միջազգային հարաբերությունում, սա շատ կարևոր է ու կարճ կտևի։ Ինչու եմ սա ասում, որովհետև հիմնականում դաշտում ես տեսնում եմ մարդիկ, նույնիսկ տեսնում եմ Ամերիկայում լավագույն համալսարաններից մեկում, ասենք թե դասախոսի, որոնք այնպիսի թեմաներ են խոսում, որոնք այդքան էլ քաղաքագիտական չեն, ինչքան ավելի տենց պահային, մի քիչ սենտիմենտալ հողի վրա են։ Հիմա տեսեք, երբ որ մարդիկ, օրինակ երկու հոգի ունեն որոշակի կոնֆլիկտ, ասենք թե ինչ որ գործարք ունեն իրար մեջ, մեկը իր գործարքը չի անում, ինչ է տեղի ունենում։ Հիմնականում գնում են դատարան, դատարանը որոշում է, այս մի կողմը ճիշտ է, այս մի կողմը սխալ է։ Մեկ այլ օրինակ, մարդը նստած է տունը, պատուհանից տեսնում է, տան դիմաց հավաքվել են, ասենք ինչ որ կասկածելի կերպարներ, զանգում է 911, ոստիկանությունը գալիս է, հարցաքննում է, եթե կասկածը իրոք տեղին է, կարող է հավաքի եւ տանի ոստիկանություն, եթե հանցագործներ են հավաքված։ Սա ինչի օրինակը բերեցի, որ հեսա անդրադառնանք դրան։ Պրոյեկտում եք Իրան-Իսրայել հարաբերությունները։ Պրոյեկտում եմ ընդհանուր քաղաքական վերլուծության վրա։ Տեսեք, եթե մենք վերցնենք աշխարհի բոլոր երկրները, մոտավորապես 200 երկիր, ու շատ կոպիտ բաժանում անենք, ասենք փոքր թույլ երկրներ, միջին չափսի ռեգիոնալ տերություններ եւ գերտերություններ։ Այստեղ կա փոքր բացառություն, ասենք Իսրայելը փոքր պետություն է, բնակչությունն էլ է փոքր, բայց ինքը ռեգիոնալ տերություն է, որտեղ իր ուժը, իր բանակը, իր օգնությունը նաև Միացյալ Նահանգների կողմից իրեն սարքում է ռեգիոնալ տերություն։ Մոնղոլիան բավականին մեծ պետություն է, բայց ինքը, այսպես ասած, սենդվիչ եղած է Ռուսաստանի եւ Չինաստանի միջև։ Այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է ինքը շատ գլոբալ հարցերում մանևրելու տեղ չունի։ Ինքը իր դերը կարող է կարևոր դառնալ, եթե Ռուսաստանի եւ Չինաստանի մեջ ինչ որ լարում լինի, այլապես չունի։ Ամենակարևոր մասը է վերլուծության։ Սա հենց քաղաքագիտական է, որ ասում political science and scientific, գիտական մասին է մեզ մոտենում։ Գերտերություններին եթե նայեք, գերտերություններից վերև գոյություն չունի որևէ խաղացող, որևէ քաղաքական միավոր, որը կարող է գերտերություններին ասել, թե ինչ իրենք պետք է անեն։ Այսինքն անարխիա գլոբալ։ Եվ եթե այդպես է, end decision maker-ները, այն որոշում կայացնողները, դա կլինեն Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, թե Չինաստանում, իրենց ամբողջ ժամանակ մտածելակերպը ուղղված է նրան, որ իրենց երկիրը սարքեն ամենաանվտանգը, եւ դրա համար շարունակաբար իրանք զինվում են, հետախուզությունը օգտագործում են հակառակորդից ինֆորմացիա քաշելու համար։ Ես այն սկզբի երկու օրինակները ինչի բերեցի։ Գանք դեպի կոնկրետ օրինակի վրա։ Ես ինչի են օրինակը սկզբից բերեցի մարդկային, տեսեք, երկու մարդ եթե կոնֆլիկտ ունեն, կա դատարան, որ կարող են գնան այդ հարցը։ Դատարանը Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են, ովքեր են։ Չէ, եթե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ կոնֆլիկտ կա, այդ դատարանը չկա։ Հենց այդ եմ ասում, երրորդ ուժ չկա, որ որոշում կա։ Իրանի եւ Իսրայելի մասին եմ խոսում։ Իսրայելի եւ Իրանի դեպքում հիմա տեսեք, Իրանը նայում է եւ հասկանում է, որ
իր անվտանգության համար իր համար շատ կարևոր է ունենալ միջուկային զենք։ Նմանդ ռեգիոնում Իսրայելը ունի այդ զենքը։ Եվ հետեւաբար ինքը ձգտում է իր տեսանկյունից, ինքը անում է ամեն ինչ, որպեսզի իր անվտանգությունը ուժեղացնի։ Իսրայելի տեսանկյունից ինքը նայում է, որ ինքը ունի ռեգիոնում այդ զենքը եւ եթե մեկ այլ խաղացող էլ ունեցավ այդ զենքը, արդեն ուժային բալանսը կարող է փոխվի եւ իր անվտանգությունը դառնում է ավելի խոցելի։ Եվ հետեւաբար այս բալանսի մեջ ամեն մեկը իր տեսանկյունից վերլուծում են, թե ոնց անեն, որ իրենց անվտանգությունը։ Հիմա եկել հասել ենք պատերազմի։ Արդյոք սա շատերը ասում են, որ սա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է։ Այդպիսի վտանգ կա։ Դու կարող է այդպիսի վտանգ լինել։ Հա։ Նայած ինչքան սա կխորանա։ Ես մի անգամ ձեր եթերում ասել եմ, կա Հորմուզի հայերեն չգիտեմ ոնց են թարգմանում choke point անգլերեն, այսինքն այդ նեղուցը, որտեղով 20%-ից ավելն է աշխարհի նավթի գնում։ Իրանը իմ կարծիքով, կարող է սխալվում եմ, իմ կարծիքով ինքը չունի այն կոմպոնենտները ռազմական, որպեսզի Իսրայելին կարող է վնաս հասցնի, բայց որպեսզի հաղթի։ Բայց Իրանը կարող է Հորմուզի այդ choke point-ում այնպես անի, որտեղ մենակ իր նավթը չի, այդտեղ Սաուդյան Արաբիայի նավթն է, Կատարի նավթն է, ինքը կարող է այնպես անի, որ այդ նավթի հոսքը գլոբալ տնտեսության մեջ դանդաղի կամ կանգնի։ Այդ դա կարող է բերի գլոբալ կատաստրոֆա, որտեղ դա ազդելու է բոլոր երկրների վրա։ Այդ դեպքում կարող է ամեն երկիրը իր անվտանգության հաշվարկից ելնելով ավելի ակտիվորեն խառնվեն ռեգիոնում։ Եվ ոնց որ ասում ենք երրորդ համաշխարհային պատերազմ, բայց դա կենտրոնացված լինի կոնկրետ մերձավոր արևելքում։ Այո։ Այսինքն դրա պոտենցիալը շատ շահեր են բախվում։ Չգիտեմ Իրանը ինչ կանի, բայց Իսրայելը զգուշացրել է, որ եթե չհամաձայնվի իր պայմաններին, հաջորդ հարվածը լինելու է նավթային այդ բազաներին, այսինքն տնտեսությանը շատ հզոր հարված է լինելու։ Դրա դեպքում ինչ է սպասվում եւ կուզեի նաեւ որպես տնտեսական առումով ասել թե ինչ է կատարվում շուկաներում եւ եթե կոնֆլիկտը ավելի խորանա եւ նաեւ հարվածի տակ հայտնվեն Իրանի նավթային այդ բազաները, ինչ է սպասվում։ Կատաստրոֆիկ իրավիճակ։ Հարատև կատաստրոֆիկ իրավիճակ։ Ում համար։ Բոլորի։ Գլոբալ տնտեսությունը շատ փոխկապված է, այսինքն չկան տենց միանշանակ հաղթողներ։ Եթե այդպիսի մեծ պատերազմ է լինում, նավթի գները ուժեղ բարձրանում են։ Այն երկրները, որոնք արտադրում են նավթ, նրանց դա ձեռ է տալի։ Բայց եթե այն երկրները, որոնք ներմուծում են նավթ, նրանց ձեռ չի տալի արդեն արտադրության համար, որովհետև ամեն ինչի գինը թանկանում է, գլոբալ ինֆլյացիա է սկսում են այդ նավթը չառնել։ Դրանից հետո սկսում է արդեն սպադ, այսինքն գների անկումը, ինքը ցիկլով է գնալու, այսինքն այդ ցիկլում արդեն կարող է շատ մեծ կատաստրոֆա լինի։ Բայց նաև ինտերես կա շատ մեծ կանգնացնել այս process-ը։ Հնարավորինս շուտ, բայց Իսրայելի տեսանկյունից Իրանը շատ մոտիկ է ատոմային զենք ունենալու եւ մի հատ չէ։ Անցած տարի նոյեմբերին թե դեկտեմբերին խոսում ենք 14-20 տարի շարունակ ասում է օրեր շաբաթներ են հարկավոր, որպեսզի Իրանը ունենա այդ զենքը, այդպես էլ չի ունենում։ Դե այնքան շատ սաբոտաժ են անում, որ ունի Իրանը, մենք չգիտենք։ Ես կարծում եմ, եթե Իրանը ունենար, Իսրայելը մի քիչ ավելի զգուշ կլիներ։ Շատ լավ, նորից ուզում եմ տնտեսությանը վերադառնանք, Հայկ։ Այսօր շուկաներում փոփոխություններ են արձակվել։ Եթե հետևել եք վերջին տեղեկությունները, խնդրում եմ ներկայացնեք մեզ։ Եթե չեմ սխալվում, նավթի գներն են արդեն բարձրացրել եւ ոսկու։ Հա, նավթի գները բարձրացան հարվածից հետո սկզբից 5-6%, հետո բարձրացան մինչև 11-12% բարձրացան։ Ու նավթի գինը երկու, այսպես ասած, benchmark գին կա։ Մեկը անգլիական, նորվեգիական ծովից հանվող նավթն է, մյուսը ամերիկյան է, բայց իրենք իրար հետ մի $2 տարբերություն է, երկուսի մեջ տենց մեծ տարբերություն չի։ Դա կախված է այդ նավթը ոնց է վաճառվում օվկիանոսներով, թե land transfer, այսինքն երկրների բանը, ցամաքով։ Նավթի գինը բարձրացավ, հետո սկսեց անկում ապրել։ Անկում սկսեց ապրել, բայց հիմա մոտարապես վերջին ժամանակ որ ստուգել եմ, մոտ մի ժամանակ մոտարապես մի 6%-ի վրա էր։ 6% էր աճը, բայց եթե նայում եք օպցիաների շուկայում այնպես է պոտենցիալը, ոնց որ թե բոլորը պատրաստում են, որ էսկալացիա է լինելու, այսինքն բոլորը այն տիպի ստավկաներ են անում, այնպիսի խաղադրույք են դնում, որ ուժեղ կարող է էլի աճ լինի, այսինքն ուժեղ էլի թռնի գները, որովհետև բոլորը տեսնում են, որ Իրանը այլ տարբերակ չունի, քան պատասխանելու։
Այսինքն անալոգիան նախորդ մի 2-3, հիշում եք անցած տարի էլ եղավ sense բան, անալոգիան նրա հետ տանելը ինձ թվում է մի քիչ այդքան է ճիշտ չի, ինձ թվում է սա նոր սցենար է, որը շատ ավելի լարված է։ Կարող է էլի ինչ որ ձևով մի քանի օրում հանգստանա, բայց այդ հանգստությունը գալու է այն դեպքից, եթե կամ Իրանը համաձայնվի ինչ որ կոմպրոմիսի, Ռուսաստանը ոնց որ թե ասում էր, որ ուզում են այդ բանը միջուկային yellow cake են ասում իրան այդ Իրանը ասում էր մենք կարանք արտահանենք մեր մոտ բերենք, բնական է Իրանը չի ուզում այդ հնարավորությունը կորցնի եւ իրենք չեն ուզում։ Հա, բայց շանսեր չունի։ Պատկերացրեք, եթե Իրանը հարվածում է Իսրայելին, նախ տեղ չի հասնում, եթե հասնում է կամ առավելևս եթե հարվածում է ամերիկյան բազաներին, Ամերիկային ներքաշում է ուղակի պատերազմի մեջ, դա ինչի է բերելու։ Իրանի ամենամեծ Իրանից ինչա մնալու, ես այդ եմ ուզում հասկանամ։ Ես չգիտեմ Իրանից ինչա մնալու, բայց Իրանի ամենակազերնոյ քարտը, այսպես ասած, դա Հորմուզի այդ տեղում կոնֆլիկտը էսկալացիայի բերելն է։ Եթե ինքը ինչ որ շանս պետք է ունենա, փորձի այնպես անի, որ մնացած գերտերությունները ինչ որ ճնշումի տակ դնեն Իսրայելին։ Արդյոք Իսրայելը պատրաստ է այդ կոմպրոմիսին, չեմ կարծում, որտեղ իրանց իշխանությունների կոմպոզիցիան են, հա կոալիցիան են, որ բոլորը աջակողմյան, նացիոնալիստ ամենատենց կրված տղերքն են, ոչ միայն Նետանյահուն, լավատեսական միակ տարբերակն այն է, որ Իրանի իշխանությունները այսօր գնան կոմպրոմիսի, այսինքն նախագահ Թրամփի հետ բանակցությունների, ամերիկյան կողմի հետ գնան համաձայնության եւ ամեն ինչ կանգնի եւ դուք համաձայն եք, որ Նետանյահուի կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ համաձայնությունը չլինի եւ պատերազմը շարունակվի, որովհետեւ պատերազմը հենց Իրանն է պետք, գիտեք, ինքը մի շարք խնդիրներ հայտնվելու է բանտում։ Համ Իրանի տեսանկյունից, համ Իսրայելի տեսանկյունից Տրամփի կառավարությունը մեկա ժամանակավոր է։ Լավ, անցավ 4 տարի։ Կգան դեմոկրատները կամ ասենք JD Vance-ը կդառնա, խնդիրը նենց է, որ ժամանակավոր լուծումը խնդիրը չի լուծում։ Խնդիրը լուծելու համար սենց է, իրականում նենց սիտուացիա է ստեղծվել, որ կամ սև կամ սպիտակ, ինչ որ այդ մոխրագույն զոնան շատ բարակ է։ Ինչ նկատի ունեմ, կամ լուծումը ո՞րն է այդ դեպքում։ Կամ Իրանը պետքա իր այդ nuclear պրոգրաման հրաժարվի։ Ես դրա մասին եմ ասում։ Իրանի համար այդ nuclear պրոգրամայից հրաժարվելը ես շատ անհավանական եմ համարում։ Հնարավոր է ռեժիմի փոփոխություն Իրանում։ Նամանավանդ ես այսօր քիչ առաջ ասացի Ռեզա Փահլավի, ով իրանական ընդդիմության առաջնորդ է համարվում։ Շահի որդին է։ Կոչ է արել, այո, թագաժառանգը, հա, զինվորականներին անցնել ժողովրդի կողմը։ Եթե այսինքն տնտեսությանը հարված հասցվի եւ իրավիճակը ապակայանա Իրանում, իսկ դա շատ հավանական է, որտեղ ամեն վարքյան նոր լուրեր ենք ստանում, հարվածեցին այս քաղաքին, այն քաղաքին, հնարավոր է որ մարդիկ դուրս գան փողոց եւ հեղաշրջում լինի այնտեղ։ Ինձ թվում է այդ սցենարը հաշվի առնվում է, բայց ինձ թվում է ինքն ոնց որ առաջին սցենարը չի ավելի հավանականություն, որտեղ իրանք ունեն իրենց անվտանգային համակարգ, այսինքն ներքին անվտանգությունը ժողովրդական լեզվով ասած ռեզբաները լավ ձգում է, չէ՞, այսինքն իրանք են հետևում, որ հանգարց այտենց շեղումներ չլինեն։ Այո։ Ասացիք, եթե այսպես տնտեսական իրավիճակ, այսինքն կոնֆլիկտը խորանա, ճգնաժամ կարող է առաջացնել տնտեսական, այսինքն հնարավոր է գլոբալ ճգնաժամ լինի։ Ովքեր են տուժելու, ովքեր են շահելու այդ կոնֆլիկտի խորացման հետևանքով։ Դուք ասացիք նավթ արտադրող երկրները շահելու են։ Առաջի էտապում։ Ովքեր են դրանք հիմնական շահողները։ Մերձավոր արևելքի երկրներից երևի կարելի է հանել, չէ, որտեղ իր նավթն էլ է դուրս գալի Հորմուզով, չէ։ Ռուսաստան, երևի Բրազիլիա, Եվրոպայում երևի Նորվեգիա, դրանք շահող երկրներ են, այսինքն իրենք շահագրգռված են, որ կոնֆլիկտը շարունակվի։ Նու եթե դա լիներ իրենց միակ պրիորիտետը, ապա հա, բայց իրենց միակ պրիորիտետը դա չի, որտեվ այդ իրան շահերից լինելը դա ժամանակավոր է։ Վերջերս իրանք պետք է ունենան երկրներ, ում պետք է նավթ վաճառեն։
Իսկ եթե գլոբալ տնտեսությունը կոլապս ալնում, то есть կարող ասենք նավթի գները մի ամիս, երկու ամիս ասենք թե ուժեղ աճում են, հետո միանգամից կոլապսի ինչ կա Միացյալ Նահանգների մասին։ Այդ կոնֆլիկտից Միացյալ Նահանգները ինչպես է դուրս գալու, շահելու է թե դժվարելու է։ Եթե գլոբալ ճգնաժամ, եթե մեծ կոնֆլիկտ եղա, ոչ մեկ այսօրվա դիրքին համեմատ շահող դուրս չի գալու։ Բոլորը ավելի նվազեն դուրս գալու։ Թե այդ կոնֆլիկտի ընթացքում արդեն ով ոնց կարող է իրեն գտնել, այսինքն ինչ նոր կապեր կարող են հաստատել, ինչ նոր գործարքների կարող են գնել, դա շատ ավելի դժվար է կանխատեսել։ Իդեպ Թրամփն ասում է, որ մեր ոտքերի տակ ավելի շատ նավթ եւ գազ կա, քան ամբողջ աշխարհում։ Որտեղ է այդ Իսկ միջից մոռացա Միացյալ Նահանգները ասում, ամենաշատ Միացյալ Նահանգներն են նավթի տեսանկյունից, նավթը Միացյալ Նահանգներում շուկան բաժանված է երկու տեսակի պրոդյուսերների՝ legacy producers եւ սլյանցովի նավթը LNG-ն, որը ավելի թանկ է, իր ինքնարժեքը ավելի թանկ է, քան ռեգուլար նավթը, այսինքն իրանց էլ կարող է դա ձեռտ։ Ամբողջ խնդիրը սենց է, շուկայում արդեն մեծ քանակությամբ նավթ կա։ Ինչի՞ է Միացյալ Նահանգները Վենեսուելայից գնում նավթը։ Որովհետև Վենեսուելայի նավթը իր քաղցրահամությամբ կամ իր թթուությամբ տարբերվում է, ու դա որոշակի Ամերիկայի վետկաներին, եթե նայեք եւ արտադրությանը, որոշ տեղերը պահանջում են այդ տեսակի նավթ։ Դա ժամանակի ընթացքում տենց է տնտեսությունը կառուցվում, այսինքն ինֆրաստրուկտուրան պահանջում է այդ տեսակի նավթ։ Տեղեր կա, որ մեքսիկական եւ Վենեսուելայի նավթը ավելի է ձեռնտու բերել, քան թե Ամերիկային է հանել ու պիրիրաբոտկայի ժամանակ շատ ավելի թանկ է նստում, իր գինը բարձրանում է։ Հանելը կարող է էժան, բայց երբ որ պիրիրաբոտկային անում refinery-ում, իր գինը շատ բարձրանում է։ Այո։ 4 շտատում օրինակ ձեռատալի ամենակեղտոտ, ամենավատ նավթը բերել Կանադայից։ Իլինոյ, Վիսկոնսին, Մինեսոտա, կարծեմ մեկը Ինդիանա, կարող է, ոչ, այս 4-ը։ Իրան ձեռատալի նավթը բերել Ալբերտա նահանգից, Կանադայից։ Հողի հետ խառնված ամենածանր նավթը, տենց bitumen, տենց են ասում իր անունն անգլերեն, այդ նավթը պիրիրաբոտկանելը ընդեղի գործարանները, ընդեղի refinery-ները հենց դրա համար են սարքված, որ հիմա մի ուրիշ հարց եմ ուզում տալ, ասում են, որ այս իրական կոնֆլիկտը նավթի համար է։ Ես չէ, որովհետև ժամանակին Միացյալ Նահանգները այո, Մերձավոր Արևելքում, հենց երբ որ շահին բերեցին, Մոսադեգին հանեցին, հետո շահին հանեցին, բոլոր սիտուացիաներում ձեռք տալի Միացյալ Նահանգները, այսինքն ցերեոն լուրջ խառնված էր այդ process-ներին։ Այսօր Միացյալ Նահանգները իրենց սլյանցովի նավթի այդ հեղափոխությունը, որ եղավ 10 տարի առաջ, աբսոլյուտն խնդիր չունեն էներգետիկ, աբսոլյուտն։ Էլի եմ ասում, տեղեր կա, որ իրանք ներմուծում են, զուտ որովհետև ինֆրաստրուկտուրան տենց սարքած ավելի ձեռատալի է տեղից բերեն։ Այո։ Եթե իմ գործընկերները հարց չունեն Երևանից եւ Մոսկվայից, ես ուզում եմ մեր զրույցի վերջին մասում նաեւ անդրադառնալ Միացյալ Նահանգների ներքին իրավիճակին։ Իդեպ մեր հարգարժան Արթուր Խաչիկյանն ասում էր, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը քայքայվում է, տնտեսության վիճակը վատ է, Թրամփը տապալված է իր բոլոր խոստումները, ընդհանրապես 4 ամիս է նախագահ, բայց արդեն տապալված է։ Տնտեսության վիճակը ինչպիսին է այստեղ եւ նաեւ խոսենք այս ցույցերի, հանրահավաքների եւ մնացած թեմաների մասին վերջին մեր հատվածում, խնդրեմ։ Արթուր Խաչիկյանը սխալ է ասում։ Ասեմ ինչպես։ Տեսեք, 4 ամիս է նախագահ է Թրամփը, կան դժվարություններ, ավելին ասեմ, 2 տարի հետո, տարի ու կես հետո կոնգրեսի ընտրություններն են։ Ես նայել եմ սենատի քարտեզը, այնպես է, որ հավանականությունը բավականին մեծ է, որ դեմոկրատները գոնե մի պալատը կհաղթեն։ Կա այդ հավանականությունը։ Կարող է նույնիսկ երկուսը, համ պալատը պրիստավիցելի, համ սենատը։ Կախված է արդյունքներից, իհարկե։ Կախված է արդյունքներից։ Դա դեռ չի նշանակում, որ նախագահական ընտրություններում հիմա Թրամփն է լինելու, ինձ թվում է ոչ, JD Vance-ն է լինելու, շատ մեծ եմ հավանականությունը համարում, որ JD Vance-ը կհաղթի։ Էլի պետք է սպասել, բայց հավանականությունը, եթե ես այսօր մտածեի, JD Vance-ի կողմը շատ մեծ է։ Ինքը շատ articulate, շատ լավ է խոսում, լավ կրթություն, իր պատմությունները շատ ամերիկյան պատմություն է, աղքատությունից դեպի հաջողություն է, տրայեկտորիայով տղա է ինքը։ Երիտասարդ է, հեռանկարային։ Թրամփը տապալված ինչպես է հիմա տնտեսության վիճակը թվերով։ Ինֆլյացիան, ասում են sticky inflation, այսինքն ինչ որ չափով իջնել է, բայց կոնտրոլի տակ է մնում։ Տարիֆները անկանխատեսելիություն են ստեղծում, որոնք բոլորը ժամանակավոր խնդիրներ են։ Չէ, բայց տարիֆները մեծ գումարներ են արդեն բյուջե բերել։
ու շարունակապ, բայց պետք է, ասենց ասեմ, բայց պետք է ինչ-որ մի ժամանակ էլ անցնի աստիճանաբար, որ այդ մատերիալիզացիա լինի, то есть լիքը երկրներ ասել են, որ կբերեն, դրան մի ինչ-որ ժամանակ է պետք, ես համոզված եմ, որ այդպես կլինի, համոզված ասելով, ասենց եմ, շատ հավանական եմ, որ Չինաստանն էր եւ կարծես թե հարթվում է վերջին տեղեկություններով նախագահների միջև շփում է եղել եւ ինչ որ համաձայնության եկել Եվրոմիության հետ եւ Լոնդոնում եթե չեմ սխալվում հանդիպում են լինել այո եւ Եվրոմիության հետ ասենց այս հարցերը դժվար հարցեր են որոնք աստիճանաբար կլուծվեն որոշ հարցերը որ չլուծվեն դա կդառնա new normal ասել որ Տրամպը ասենք թե ուղակի տապալվել է այդպես բան չկա այսինքն կոնգրեսը իր ձեռնա կոնսերվատիվ դատարաններ են ու ինքը լիքը հարցեր կարող է դեր առաջ տանել։ Գիտեք, ես գիտեմ որ CNN-ը, MSNBC-ին, բոլորը, նույնիսկ Fox News-ը խափում են ամբողջ աշխարհին, նաև այս ժողովրդին, բայց իրականությունը այլ է։ Եվ վերջում այդ էմիգրացիոն քաղաքականության շնորհիվ առաջացած այս ցույցերին եւ այլն մանավանդ վաղը ամբողջ Միացյալ Նահանգներով մեկ նոքինգ շարժում է սկսում եւ հիմա պարզ է դարձել որ թե ովքեր են կանգնած այդ շարժման ետևում հիմնական պարզում է որ Չինաստանի կոմունիստական կուսակցության այդ առնչություն ունեցող օլիգարխներ են եւ Walmart ընտանիքի ամերիկյան ամենահարուստ ընտանիքի ներկայացուցիչը ֆինանսավորում են ուղիղ որը որ Չինաստանի հետ էլի կապ ունի, որտեղ էժան ապրանք են բերում, Walmart-ում էժան ծախում են։ Եվ վաղը այդպես համընդհանուր բան է սպասվում, հանրավակ եւ այլն, խնդիրը քաոսի վերածելն է Միացյալ Նահանգները կհաջողվի նրանց դա անել թե ոչ։ Նու կարող է ինչ-որ ժամանակավոր քաոսի տիպի տենց ինչ-որ բաներ վարվեն, պրոտեստներ։ Միացյալ Նահանգներում սենց ցիկլեր հա լինում է։ Ես այդքան մեծ սրան տեղ չեմ տալի։ Կարևոր է ինչ-որ մի հատ process անցնում 80 թվականին թե 82 Բերկլիում շատ մեծ պրոտեստներ կային Ռեյգանի ադմինիստրացիան էլի National Guard-ը մտցրեց, կարծեմ 7 հոգի մահացավ, դուրս կրակոցով, բան եւ այլն։ Դες ինքը այդ ցիկլերով անցնում է։ Ես դրան շատ մեծ կարևորություն չեմ տալի։ Դա էլ է մի process, որը կանցնի իր սպին կթողի պատմության ընթացքում։ Հետարքիրը նա է, որ Տրամպի երբ որ նայում եք ռեյտինգը հələ որ միակ հարցն է որ բարձր տեղում է գտնվում այո ավելի է բարձր իմիջիալոց էմիգրացիոն հարցերում այդ ռեյդերի ֆոնին իր ռեյտինգը ավելի է բարձր 1%-ով ըստ CNN-ի ընդ որում CNN-ն է ասում այսինքն այդ խնդիրը ասենց ասեմ ինչ որտեղ Տրամպին էլ է այդ քաոտիկ վիճակը մի քիչ ձեռք տալի հա որտեվ ինքը ունի ճիշտ արգումենտ ինչ որտեղ ես բայց չեմ ուզում մեր մարդկային երեսը մենք կորցնենք այն առումով որ Ես չեմ ուզում մոռանալ, որ մեր հայրենակիցներ կան, որոնք գալիս են այս երկիր դժվարությունով են անցնում բան ու իրանց համար էլ ոնց որ մեծ տրագեդիա կարող լինի, եթե իրանց դեպորտ անեն։ Ես դա լրիվ հասկանում եմ, ուզում եմ մենք այդ կարեկցանքը ունենանք մարդկանց նկատմամբ, տենց բան չանենք։ Բայց այդ շարժումները համաձայն կլնես ինձ հետ, եթե հետևենք այդ շարժումներին, ցույցերին, դրանց մեծ մասը կապ չունի էմիգրանտների հետ։ Այսինքն դա էմիգրանտների խնդիրը իրենց համար թեմա է, որպեսզի դուրս գան ջարդու փշուր անեն ու մարքսիզմ կարոզեն։ Մարքսիստներ են, կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ։ Հիմա Հայաստանում կարող են լսել մեզ ասել այդ ինչ եք ասում։ Կոմունիստական, մարքսիստական գաղափարներով տոգորված հասարակական կազմակերպություններ Չինաստանի կոմունիստական կուսակցության եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապ ունեցող նահանգապետեր ունենք այստեղ մեկը հենց Քամալա Հարիսի տեղը փոխնախագահի տեխնացուներ որ չգիտեմ 30 անգամ Չինաստան է գնացել եկել եւ նաեւ ֆինանսական հիմա հետաքննություն է գնում եւ պարզել են արդեն մի օլիգարխ որը որ գտնվում է Շանհայում հիմա եւ գաղափարներով ընդունում է որ ինքը մարքսիստ է ֆինանսավորում է այստեղ Չիրլա կազմակերպություն կա մի շարք այլ կազմակերպություններ կան ընդ որում քոլեջներում այդ համալսարաններում ցույցերը իրանք են ֆինանսավորում այսինքն այդ կոմունիզմը գլուխ է բարձրացրել Միացյալ Նահանգներում ուղղակի էմիգրացիոն հարցը իրենց համար թեմա է փողոց դուրս գալու լավ լսենք Երևանից մեզ թե Մոսկվայից չգիտեմ մեր գործընկերներ հարց ունեն այո ողջունում եմ մեր Ամերիկայի հյուրին Հայկ ինչքան գիտեմ նոր կրթական ձեռքբերում ունես եթե չեմ սխալվում Դե Չինաստանի կոմունիստական կուսակցությունը բավական երկար ժամանակ է որ դեմոկրատական կուսակցության Ամերիկայի հովանավորներից մեկն է բայց Արտուր ջան ասեմ տեղեր կան որ կոմունիստները լավն են օրինակ Գյումրիում հա հարցս հիմա
Ուզում եմ հնարավոր է այդպիսի իրավիճակ ժամանակին ասում են, որ եթե Բայդենի իշխանությունը երկարի եւ վերարտադրվի, հնարավոր է որ նույն հանրապետական, այդպես գերհանրապետական նահանգները իրենք այդ independence-ը սկսեն ձգտել, այսինքն փորձեն անջատվեն ԱՄՆ-ից։ Հիմա հնարավոր է այսպիսի վիճակ Կալիֆոռնիայում ստեղծվի, որովհետեւ ես կարդում եմ բավական շատ կոշտ, այսպես ասենք, բանավեճեր Նյուսոմի ու Թրամփի միջև, այսինքն հնարավոր է այդ process-ը խորանա, թե ամեն դեպքում խորհրդային պետությունը կամ ամերիկան ներքին ռեսուրսներով կկարողանա պահպանի։ Ես հարցի սկիզբը մի քիչ չէի լսում, վատեր լսում։ Չէ, սկզբում ասում էր, որ կես կատակ ասում էր, որ լավ կոմունիստներ են լինում, օրինակ Գյումրիի կոմունիստները Վարդան նկատի ունի, որը որ գիտեք հաղթեց ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի դեմ։ Խնդրեմ, հարցը ձեզ է վերաբերում։ Հա, եկեք ես այդ Գյումրիի կոմունիստների համար կոմենտ չանեմ։ Գյումրին ընդհանուր հարցը հետեւյալն է։ Ինչ վերաբերում է Կալիֆոռնիայի անկախանալու, այտենց խոսակցություններ ես հիշում եմ արդեն ես 25 տարի եմ Միացյալ Նահանգներում ապրում եմ, ես հիշում եմ, երբ որ դեմոկրատներն են հաղթում, Տեխասը միշտ ասում է ես անկախանալու եմ, ստորագրություններ են հավաքում, երբ որ հանրապետականներն են հաղթում, Կալիֆոռնիան ասում է ես անկախանալու եմ։ Իդեպ 3 Գյավին Նյուսոմը այդպես քարտեզ էր հրապարակել, գրել էր California Republic։ Good luck։ Տոնկի նամյոկ, ոնց են ասում ռուսները։ Հա, չէ, Տոստը մապստայած։ հա, տենց Չէ, բայց տեսեք դրա մասին նաև շատ են խոսում Գյավին Նյուսոմի կապերը Չինաստանի հետ։ Եվ Չինաստանի նախագահը հիշում եք, որ եկավ Սան Ֆրանցիսկո, եկավ Կալիֆոռնիա, Սան Ֆրանցիսկոյում երևի եղել եք վերջին մի քանի տարիների ընթացքում, ուղղակի զիբիլանոցակ, նույնիսկ app են ստեղծել, որ մարդիկ իմանան որտեղով քայլեն, որ կեղտիվես չընկնեն։ Եկեք բուն հարցին գնամ։ Չէ, ուզում ասեմ, այդ օրերին Չինաստանի նախագահի պատվին մաքրել էին ամբողջ քաղաքը, եւ ամբողջ քաղաքը չինական էր։ Դրանից հետո նորից վերածվեց կեղտի ու կեղտանոցի։ Հիմա Գյավին Նյուսոմը California Republic է ուզում ստեղծել։ Հնարավոր է դա։ Լավ անում, ուզում աստեղծի, ասում է good luck։ Տեսեք, կա National Guard։ Դա ոնց որ ֆեդերալ, ասենք թե զորքերն են, որ ներքին կոնֆլիկտների ժամանակ օգտագործվում են։ Ես շատ դժվար եմ, կարող է տենց պահի տակ տաքացած, նույնիսկ ստորագրություններ հավաքեն եւ այլն, բայց որևէ պետություն այտենց լուրջ սիտուացիայում, այսինքն նույնիսկ Կալիֆոռնիայի ներսում դու հա կարող է դեմոկրատները հաղթեն, բայց նույն դեմոկրատների մի մեծ մասը, եթե ասեն դու մայր Ամերիկայի հետ կապ չես ունենալու անկախ երկիր ես լինելու, երբ որ հարցը եկավ այդ կրիտիկական պահին, մարդիկ չեն համաձայն, մարդիկ հասկանում են բենեֆիտները ընդհանուր Ամերիկայի մի մաս լինելու եւ առանձին։ То есть այդ սիրուն տենց խոսալը, որ տեսեք մենք ոնց ենք պայքարում Վաշինգտոնի դեմ, այնքան հաճախ ասես բաներ։ Խոսքը նրա մասին է, որ Չինաստանի ազդեցությունը շատ մեծ է Միացյալ Նահանգներում, դեմոկրատ նահանգներում, եւ նրանց խնդիրն չէ քանդել Միացյալ Նահանգները, կարող են հասնել որ գործակալների միջոցով։ Ես չեմ ասում Գյավին Նյուսոմը գործակալ է, որտեղ այդպիսի փաստեր չունեմ, կամ թիմ ինչպես է դրանում։ Եթե մենք այս տաղավարում նստած գիտենք, որ Չինաստանը ունի որոշակի ազդեցություն, ասենք Կալիֆոռնիայում ինչ որ քաղաքական process-ներում, Կալիֆոռնիայում, բայց Կալիֆոռնիայում ամենամեծը, չէ, ուրիշ նահանգում ես Մինեսոտայում Մինեսոտայում, ցենց ասեմ, կանադացիները ավելի շատ ազդեցություն ունեն, այսինքն որպեսզի ինքը ключевой հարց փոխի, ես չեմ կարծում Չինաստանը Մինեսոտայում կարա ключевой հարց փոխի։ Եկալենք Կալիֆոռնիա։ Ես չեմ պատկերացնում այդպես սիտուացիա, որ մենք ձեր հետ հիմա գիտենք ինչ է կատարվում, ամբողջ անվտանգության համակարգը, հա, այսինքն National Security Agency, FBI, CIA-ն ու արտաքին հետախուզությունն է, բայց կոնտրռազվեդկայի թևել ունի, ասենք թե այս բոլոր կառույցները շատ ավելի մանրամասն կոնկրետ անձանց չիմանան, թե ասենք թե ով է փող ստանում, ոնց է ստանում, ու տենց process-ը ոնց է գնում առաջ։ Չէ, բայց Հայկ ընդունեք, որ իրենք կարողանում են ազդել քաղաքական գործընթացների վրա, իրենք կարողանում են ազդել, ինչու են օրինակ բոլոր բուհերը լիբերալ, կարող եք ասել, լիբերալ, բայց մարքսիստ կոմունիստական գաղափարախոսությամբ տոգորված եւ նաեւ պրոգրեսիվ, այսինքն երկու ինչ որ իրար հետ որևիցե առնչություն չունեցող գաղափարախոսությունների մի հատ
այլանդակ միաձույլ, եթե նայեք Հարվարդից սկսած մինչև, չգիտեմ, Բերկլի։ Այդ լիբերալիզմը եւ նաեւ իրենք սոցիալիզմ են անվանում, բայց իրականում դա մարքսիզմ է։ Տեսեք, երկրորդ աշխարհամարտից հետո ու դա նույնիսկ մի քիչ դրանից առաջ Եվրոպայում կար Ֆրանկֆուրտյան school, հա, Frankfurt School, տենց global thought, հա, այսինքն եվրոպական, ասենք թե մտածելակերպով մարդիկ, ովքեր այն ժամանակ մարքսիզմը նույն սովետ միության բանով շատ ավելի արդի բան էր, հա, ինքը կապիտալիզմին դեմ էր ու քննադատում էր կապիտալիզմի ինչ որ արատավոր բաները։ Այդ դպրոցը երկրորդ համաշխարհից հետո լուրջ եկավ այս երկիր ու շատ դպրոցներում տենց սկսվեց մարդու իրավունքներ, այս թեմաները զարգանալ։ Վերջին բանը, որ ուզում եմ ասեմ, որ ոնց որ թե եթերը վերջանա։ Այդպիսի գերտերություն չկա, որ չի փորձում մյուսի վրա ազդել։ Միացյալ Նահանգները դա երկար տարիներ անում էր ժողովրդավարություն, մարդու իրավունքներով, Ռուսաստանը անում է իր միջոցներով, կա որոշ դեպքերում էներգետիկ, ասենք թե իր ռեսուրսներն է օգտագործում ազդելու վրա, որոշ դեպքերում ասում է, չգիտեմ, ընտանեկան արժեքներ եւ այլն։ Չինաստանը իր ձևով կոմերցիոն ձևով է փորձում ազդել։ Ես ամենասկզբում որ ասեցի անարխիա, այսինքն ամեն մեկը պայքարում է իր դոմինանտ դերի համար։ Ընկերներ, բարեկամներ, արժեքներ, տենց բան չկա, կան ինտերեսներ։ Այո, շահեր։ Շատ շնորհակալ եմ Հայկ հետաքրքրության համար եւ հուսով եմ առաջիկայում կհանդիպենք լավ լուրերի շուրջ զրուցելու։ Այսքանը շնորհակալություն ուշադրության համար, իմ զրուցակիցը քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանն էր, կհանդիպենք։